Ողջույն սիրելի փայլփլիկներ, այսօր ես ձեզ կպատմեմ մի հեքիաթ փայլփլիկի ու կորած ժպիտի մասին։ Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, ով ապրում է կախարդական այգում։ Ամեն առավոտ նա շրջում էր այգում, բարևում ծաղիկներին, խոսում թիթեռնիկների հետ եւ օգնում էր նրանց, ովքեր օգնության կարիք ունեին։ Այդ կախարդական այգում կային շատ ու բազմազան ծաղիկներ, իսկ այնտեղ թռվռում էին գունավոր թիթեռնիկները։ Հենց այստեղ էլ ապրում էր բարի ու ուրախ փայլփլիկը։ Եվ մի օր զբոսանքի ընթացքում նա հանդիպում է Մարսիկին, այգում տխուր նստած։ Բարև Մարսիկ, մեղմ ձայնով ասաց փայլփլիկը։ Ինչու ես տխուր։ Մարսիկը տխուր նայեց ու ասաց. Ես կորցրել եմ իմ ժպիտը։ Կորցրել ես ժպիտդ։ Իսկ որտեղ։ Հարցրեց փայլփլիկը։ Չգիտեմ։ Երեք ամբողջ օրը դժգոհում էի, նեղանում էի ընկերներիցս, իսկ այսօր իմ ժպիտը անհետացել է, ասաց Մարսիկը։ Փայլփլիկը զարմացավ։ Իսկ ժպիտներ են կորցնում։ Այո, երբ տխրում ենք, ժպիտները թաքնվում են, ասաց Մարսիկը։ Փայլփլիկը մի փոքր մտածեց ու ասաց. Արի միասին փնտրենք քո ժպիտը, վստահ եմ կգտնենք։ Ու նրանք ճանապարհ ընկան կախարդական այգով։ Զբոսնելու ընթացքում հանկարծ հանդիպում են թիթեռնիկներից մեկին։ Ողջույն թիթեռնիկ, դու հանդիպել ես Մարսիկի ժպիտին։ Մարսիկի ժպիտին։ Ոչ, ասաց թիթեռնիկը։ Մարսիկն ու փայլփլիկը հաջողություն մաղթեցին թիթեռնիկին ու շարունակեցին փնտրել ժպիտը։ Հաֆ, դուք ժպիտ եք կորցրել, ասաց շունիկը։ Գնացեք պրոֆեսորի մոտ, նա ամեն ինչ գիտի, կօգնի ձեզ։ Շնորհակալություն շունիկ, ասաց փայլփլիկը ու վազեց Մարսիկի հետ դեպի պրոֆեսորի մոտ։ Նրանք գիտեին, որ պրոֆեսորի տունը այգու ամենավերջում է գտնվում ու նրանց երկար ճանապարհ է սպասվում։ Երկար ճանապարհ կտրելուց հետո նրանք հեռվում տեսան մի հսկայական ծառ։ Ծառի տակ փոքրիկ տուն կար։ Փայլփլիկը մոտեցավ ու թակեց դուռը։ Տուկ-տուկ, դուռը բացվեց։ Դիմացը կանգնած էր տարօրինակ, բայց բարի պրոֆեսորը, շփոթված հայացքով։ Ողջույն փոքրիկ հյուրեր։ Ինչով կարող եմ ձեզ օգնել, հարցրեց պրոֆեսորը։ Ողջույն պրոֆեսոր, Մարսիկը կորցրել է իր ժպիտը եւ ես նրան խոստացել եմ, որ կօգնեմ գտնել այն։ Դրա համար եկել ենք քեզ մոտ, ասաց փայլփլիկը։ Պրոֆեսորը ժպտաց ու տանից դուրս եկավ։ Ուղեկցեք ինձ, ասաց նա։ Պրոֆեսորը քայլում էր, իսկ Մարսիկն ու փայլփլիկը նրա ետևից գնում էին։ Ճանապարհին նրանք տեսան վախեցած ու մոլորված նապաստակի, ով չէր կարողանում գտնել իր բույնը։ Նրանք միասին օգնեցին նապաստակին, որպեսզի գտնի իր բույնը։ Նապաստակը շնորհակալություն հայտնեց նրանց ու թռվռալով ուրախ-ուրախ գնաց։ Եվ այդ պահին Մարսիկը զգաց, որ նրա սրտում մի փոքր ջերմություն հայտնվեց։ Տարօրինակ է, ասաց Մարսիկը։ Ինձ մի փոքր ավելի ուրախ եմ զգում։ Նրանք շարունակեցին ճանապարհը։ Շուտով հանդիպեցին մի փոքրիկ ու գեղեցիկ ծաղկանոցի։ Ծաղիկները կախել էին իրենց գլուխները։ Ինչ է պատահել ձեզ, հարցրեց փայլփլիկը։ Մենք շատ ծարավ ենք, պատասխանեցին ծաղիկները։ Պրոֆեսորը խնդրեց փայլիկին ու Մարսիկին, որպեսզի ջուր բերեն ու ջրեն ծաղիկները։ Քիչ անց ծաղիկները բարձրացրին իրենց գլուխները, բացեցին իրենց գունավոր ու գեղեցիկ թերթիկները ու սկսեցին պարել քամու հետ։ Շնորհակալություն, ասացին նրանք, եւ Մարսիկը կրկին սկսեց ժպտալ։ Ու այդ պահին փայլփլիկը հանկարծ նկատեց, որ Մարսիկը սկսեց ժպտալ։ Մարսիկ, տեսնում ես, կարծես քո ժպիտը վերադարձել է, ասաց փայլփլիկը։ Պրոֆեսորը նայեց նրանց ու ասաց. Երբ մենք օգնում ենք ուրիշներին, մեր սիրտն էլ է ուրախանում։ Մարսիկ, քո ժպիտը երբեք չի անհետացել, այն քո փոքրիկ սրտի մեջ է։ Պարզապես թաքնվել էր ու վերադարձավ այն ժամանակ, երբ դու բարի գործ կատարեցիր։ Մարսիկն ու փայլփլիկը շնորհակալություն հայտնեցին ու հրաժեշտ տվեցին պրոֆեսորին։ Իսկ կախարդական այգում բոլորը գիտեին, որ ամենամեծ կախարդանքը ոչ թե կախարդական փայտիկն է, այլ բարությունն ու ընկերությունը։ Հեքիաթն այստեղ ավարտվում է, իսկ մեր ժպիտները թող միշտ մնան մեզ հետ։ Իսկ հիմա խաղում ենք խաղ։ Տեսնեմ ով է ավելի ուշադիր լսել իմ պատմած հեքիաթը։ Ես ձեզ հարցեր եմ տալիս, իսկ դուք պատասխանում եք մեկնաբանություններում իմ տված հարցերին։ Գնացինք։ Հարց առաջին. Ում հանդիպեցին Մարսիկն ու փայլփլիկը կախարդական այգում զբոսնելիս։
Վերջ, ժամանակն ավարտվեց։ Գրիր մեկնաբանություններում։ Հարց երկրորդ. Ինչ էր պատահել Մարսիկին։ Վերջ, ժամանակն ավարտվեց։ Անցանք հաջորդ հարցին։ Հարց երրորդ. Երբ դուռը բացվեց, պրոֆեսորը ինչ տեսք ուներ։ Ժամանակն ավարտվեց։ Հարց չորրորդ. Ինչ սովորեցին Մարսիկն ու Փայլփլիկը պրոֆեսորից։ Ժամանակն ավարտվեց։ Եվ վերջին 5-րդ հարցը. Ինչ սովորեցիք այս հեքիաթից։ Գրեք մեկնաբանություններում։ Այսօրվա համար այսքանն էր, իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել իմ ալիքին հետագա վիդեոները բաց չթողնելու համար։ Ես գնացի, Փայլփլի